6 միլիոն ամեն մեկին 3 պատգամավոր են 2 միլիոն 44 հազար են բանարել, այսինքն փաստաբանական տաքսերն է դատարանը կրճատել 500 հազար էր, 500-ը սարքելա 44, իսկ իրանց այդ մեզանից պահանջվող գումարը 2 միլիոն թողելա նույնը, այսինքն երկուսական, բոլոր իրար հետ 6 միլիոն 100 քանի հազար էլ։ Մենք վիճարկելու ենք դատական բոլոր մյուս ատյաններում, այսինքն դիմելու ենք վերաքննիչ դատարան, հետո վճռաբեկ, տեսնենք այդ դատարանները ինչպես իրենց կդրսևորեն, կթողնեն նույնը, թե այնուամենայնիվ կհասկանան, որ աբսուրդ է իրենց արածը, որովհետև ինֆորմացիայի աղբյուրը այս ընթացքում բոլոր հնարավոր լրատվամիջոցներով հայտարարում է, որ ինքը պնդում է, որ այդ ամեն ինչը ինքը ասել, որ հետ չի կանգնում, խոսքը Սմբատ Կարախանյանի մասին է, եւ որ եթե այդ պարոնները ինչ-որ խնդիր ունեն, թող դիմեն, այսինքն չգիտեմ ատյանները ինչպես կվարվեն, կթողնեն վճռը նույնը թե չեն թողնի, մենք կշարունակենք հետագայում կլինենք, կպաշտպանենք մեր իրավունքները։ Մենք նաև հասկանում ենք, որ խնդիրը իրավական չի եւ դատարաններին չի վերաբերվում, խնդիրը քաղաքական է, այսինքն առաջին հերթին Նիկոլի դեմ ուղղված քայլ է, այսինքն ըստ կարևորության առաջին հերթին Նիկոլի դեմ, հետո մեր ցերտի դեմ, հետո ընդհանրապես մամուլի դեմ, բոլորը միասին մեկ փաթեթի մեջ մարդիկ ուզում են խնդիր լուծեն, ինչը իհարկե մենք ես կարող եմ Նիկոլի եւ մեր անունից խոսել, բնականաբար հիասթափեցնելու ենք։